որ 5-րդ, ասել, որ պայքարը թեժացել է, նշանակում է ոչինչ չասել, ինտրիգներ, կոալիցիայի ստեղծում, քանդում։ Ես բաց թողեցի խաղը, որովհետև չկարողացա իմ էմոցիաները կառավարել եւ նախընտրեցի լքել։ Ինչ ես բաց թողել։ Ու հասկացա, թե ինչ եմ բաց թողել, դու ավելին քան շռայլ գտնվեցիր երկու մասնակցի նկատմամբ, ես շատ շնորհակալ եմ դրա համար։ Այո, իրենց անունից եւ նաեւ առհասարակ բոլորի անունից շնորհակալ եմ, որովհետեւ իսկապես շատ լավ քայլ ես արել։ Երեխաները իմ տարեքն են, մեկը սպասում եմ, մյուսն ընդամենը նոր է ծնվել, ես մեծ սիրով այդ նվերները փոխանցեցի թե Վահագի ընտանիքին, թե Եվայի ընտանիքին։ Բայց հավել եմ, որ մասնակիցներից շատերն ինձ ասել են, որ նրանք ցանկանում են երեխա պլանավորել։ Okay, պլանավորեք, ասեմ, որ մեր ընտանիքներն են երեխա պլանավորում, հուսով եմ կինս համաձայն է ինձ հետ։ Իսկ հիմա սիրելիներս ուզում եմ ասել, որ 5-րդ խաղային օրը սկսված է եւ խաղը շատ թեժ է, ինչպես Անահիտը նշեց, կոալիցիաների այդ պայքարը խայտարակ ուժեղ է, Լիան նույնպես միացավ բլոգերների թիմին եւ այս պահին 8 հոկանոց թիմը բլոգերների, որտեղ 2 աստղեր են Գևորգ եւ Լիան, մրցում են 6 աստղերի դեմ, որտեղ է Ռոզալիան։ Նրանք հիշեցնեն, որ մրցում են այս մարալի համար։ BYD նոր ընդամենը երևի 50 մետր քշած, ես եմ 50 մետր քշել, այս նոր մեքենան Royal Armenia ընկերության կողմից 4 շաբաթ անց ինչ-որ մեկը կտանի տուն։ Հենց այս մեքենայով էլ գնալու է։ Հուսով եմ այս մեքենայով էլ կգնա։ Մենք շարունակում ենք այս էմոցիոնալ, դրամատիկ պայքարը։ Հիշեցնեմ, որ մենք գտնվում ենք Ծաղկաձորում գժական մի վայրում։ Sia Resort & Spa 5 աստղանի շքեղ հյուրանոցային համալիր։ Ֆանտաստիկ նախաճաշ, սիրելիներս։ Դե վազենք նախաճաշենք ու սկսենք օրը։ Գնացինք։ Տեսար ինչ եղավ։ Ինչ եղավ, որ եկանք էլի։ Գույնս փոխվեց, ասում եմ ինչ եղավ։ Գույները փոխվեց, բայց ինչ պետք է անենք։ Ինձ թվում է պալյուբոմո երեք ոնց ինձ իմ դեմ են քվեարկել, ոնց էլ այսօր դու ես Ես ուղղակի վստահ եմ, որ տենց է լինելու։ Օրինակ մի հոգի ավել ձեն հավաքի բացի մեզանից կամ չոր վտանգավոր գոտի հայտնվի, չգիտեմ, քիչ բարդ է, բայց Դու ինձանից մի օր ավել ես այդտեղ։ հա Ինչ կասես, ինչ խորհուրդ կտաս։ Սենց չեղավ։ Տեսաղովի իրար հետ ենք խոսում, բասվում, քննարկում, աստղերի թիմը չի։ Ինչ մտածում եք։ Մտածում ենք ոնց եք ախպեր լավ եք։ Փորձում եմ ինտեգրվել, քանի որ իմ ընկերները ինտեգրվում են այնտեղ բլոգերների հետ, ոչ թե այստեղ աստղի հետ։ Всё, երեխեք ժամանացինք մենք մերոնցով։ Երեխեք ես Գևի հետ խոսացել եմ անկեղծ ասեմ, ասավ, քանի որ ինքը այդ իմունիտետի քարտը ուներ, ասավ դրա հաշվին բլոգերների թիմը այս սպասվող խաղի ժամանակ ունենալու է բարդություն։ Այսինքն յոքուտ մեզ է իշորելու։ Քանի մենք մերոնցով ենք, մի հատ եկեք նշենք։ Քանի որ թիմային խաղ է, ինչքան թիմային խաղ ունենք, առաջարկում եմ այն ինչ-որ կոնֆլիկտ, չգիտեմ, ով հետ լարված վիճակը ման ինչ կա, դնենք կողքի, անկեղծ ասեմ, մեկը վստահ եմ ոչ մեկին է դուր չի գալի այդ վիճակը, ես էլ եմ ոտնց ունեմ։ Ես երկու ճամբարի արանք ես ունեմ, չես ջոգեմ ինչ անես։ Ջան Խաղերը կրել է, պրիզը շահել է, բամբաքսենք։ Ոնց եք հաղթողներ։ Իդեալական։ Ձեր համար համո սուշի եմ բերել։ Խեղտենք այդքան խաղանք։ Դե պատմեք, տեսնեմ ոնց եք տրամադրված այսօրվա խաղին։ Իդեալական։ Դաժե եթե կրվենք Լիան ու Գևը Շնորհակալություն։ Լսի հետ էինք ուզում հարցնենք, ըստ դու վստահում ես Լիային ու Գևորգին։ Իրանք հիմա բլոգեր են։ Պաշտոնից հացրացում են ստացել։ Երեխեք ամեն դեպքում ինձ թվում է իրանք երկուսն էլ գիտակցում են, որ անվերադարձ են եկել այս թիմ ու բնականաբար հակաձեզ չեն խաղա, հակաթիմ չեն խաղա, բայց կհանեք այսօր, ճիշտ ես ասում։ այդքան էլ չէ վստահ։ Ամեն դեպքում նույնիսկ եթե վստահենք, միանշանակ մենք իրարից շատ չենք վստահում։ Երեխեք լսում։ Յա ջան, բարի։
Լիա, միացիր մեզ։ Արի։ Սուշի ենք ուտում, արի։ Այսօր Լիան երկրորդ անգամ բալկոնից լսում այն չենք խոսում հետևից։ Այս պայն մենք գտնում ենք Ծաղկաձորի սպորտ բազայի տարածքում, որտեղ միայն աղջիկները միմյանց դեմ մրցելու։ Տղաները արդեն իրանց համար սուրճ են խմում, տակ, մի քիչ շատ են ինչ-որ։ Մանո ոնց ես։ Ընդիր, ես այստեղից եմ Ղարաբաղում։ Թիմդ։ Ամեն ինչ կարգին է, հեսա գիտենակ ինչա կատարվելու։ Այստեղ մի փոքր քիչ են աստղերի երկրպագուներ, այսպես ասած, Ռաֆն ու Աղասո, բայց ամեն մեկը 1.90 բոյ անցել։ Ուրեմն ինչ է կատարվելու։ Աղջիկները մրցում են նվերի համար։ 3 աղջիկներ ընդդեմ 3 աղջիկների, ավանդական մեր շատ սիրված խաղերից մեկն է՝ քաշ-քշուկ, որը մի փոքր ձևափոխվել է, որովհետև 3 հոգով են քաշելու միմյանց, 3-ը 3-ի դեմ։ Շուշանը, Լիան եւ Ագնեսը մրցում են Էմայի, Էրմինայի եւ Ռոզալիայի դեմ։ Այս սա արդեն իմ ուզածն է, սիրում եմ շատ սպորտային խաղեր։ Եվ որ ես չափեցի, ձևեցի, դե ոնց է պետք տակտիկան աչու ձախի այդան գաբերը, որտեղ լինի ուժը, որտեղ թույլը։ Ու դենց կապվեցինք ու պատրաստ էինք արդեն։ Շատ լուրջ եմ տրամադրված, ինձ թվում է Լիան ու Ագնեսն են։ Որ երեկը հաղթում է, այսօր երեկոյան նրանք անվճար սպա կենտրոնում վայելում են հանգիստը, որը կօգնի նրանց պատրաստել 6-րդ հաղորդմանը։ Աղջիկներ պատրաստ եք։ Այո։ Ռոզալիա, ինչ ես անելու։ Ինչպես միշտ գզում եմ ամենը եւ բոլորին սիրելիս։ Եվ այսպես պատրաստ։ 1 2 գնաց։ Փոկվեցինք ու միանգամից գետնին։ Ասենք կնենց քաշեցին, եմկայի ոտքերը տակից փոկվեց։ Բլոգերների մեջ մտածել Մանոյի հոգին մտածել տապալել են իհարկե։ Էրմինան տապալել է գետին։ Հիմա բացատրեմ ինչու տեղի ունենում։ Բլոգերների աղջիկների ռազմավարությունը գործեց, նրանք մի անգամից քաշեցին, գետով են տվել մի անգամից։ Աստված, դա ինչ խաղ է։ Ոնց կարելի է ձյան մեջ քարշ տալ մյուսներին։ Շուշո, գայնի հանգստացի։ Ուժ մի օգտագործի, ուղղակի բարգել են։ Ոչկանները պետք է գետնով տան։ Հիմա ինձ լսեք, 1, 2, 3, թափ տուր, հելա, թափ տուր։ Ինչ ակատալ։ Պետք է հիմա փորձեք կանգնել։ Փորձեք ելեք, դաժե թույլ թողեք, բայց ելեք կանգնեք։ Իրար օգնելով կանգնեք։ Շատ բարդա, այս պայն առաջին ոչկա են մոտենում։ Ուրեմն Ես հելել եմ մի ձև, ասում եմ երեխեք հելեք, ոչ Էմանա կարում հելնի, ոչ Էրմինան։ Իմ համար Էման ուժ է խաղացողը, բայց ոնց հասկացա, ֆիզիկական ուժը Իրանը չի։ Խաղը մեզ համար այս ամբողջ խաղը պատրաստել են նոր տունը, հիմա նոր տան առաջին մասին են հասնում, հիմա նոր տունը տապակում է, առաջին միավորն է ունենում։ Առաջին ոչկային հասանք, ես ու Լիան այսինք ձեռքը ձգելով։ Եվ առաջին միավորը բլոգերներն ունեն, առաջին նոր տունը տապալեցին։ Կանգնեք, հիմա պետք է փորձեք կանգնել։ Դրսում ահավոր ցուրտ է ու խաղը էլ ավելի դժվար է, ինչքան որ մենք ենք պատկերացնում, այդքան էլ հերիք չի, Լիան մեջտեղն է ու սկսում այն ձեր Շուշանին բրդել։ Իրար օգնելով։ Հիմա օգնի եմ։ Չհազդվես։ Պետք է փորձ։ Չեմ կարա կանգնել։ Ախեք։ Շուշա։ Մի պահ եկա, որ ես հասկացա, այստեղ ամեն ինչ պետք է վերցնել իմ այս փոքրիկ փխրուն ձեռքերի մեջ, պտտվեցի ու սենց երեքից փոխարեն այդ պարանը հետ ձգեցի։
Ոյ, ստուս։ Ինչ ես անում։ Չէ, Ռոժան, չես կարա դու։ Ինչ ես անում։ Չեն կան կյանքս։ Ոյ, թեքտում աճեմ կարա։ Չեմ կարող կանգնել, սխմում ես այդ հագուստը, ո՞նց կանգնեմ։ Դե չէ, Давай. Մոտենում են երկրորդ մոտան։ Աչ մոտո։ Давай. Միավորին են վաղձալի մոտենում։ Երկու զրո։ Մնաց ուշին է պետք աղել։ Ագնեսը պապլացուսկի ա գնում։ Ես ինձ ամերիկյան կինոյում եմ զգում, ինչ-որ պատերազմական, սենց սողեսող գնում եմ, ինձ սենց թելով քաշում են, անկեղծ ծիծաղս իմ վրա գալիս էր։ Եղեք 3, 2, 1։ Շատ դժվար է ֆիզիկապես, բայց ինձ ամենախանգարող բանը Լիանա։ Ինքը անընդհատ բռնում է իմ ու Ագնեսի ձեռքերից, անընդհատ բրդում է ու ես ամբողջ ընթացքում ասում եմ Լիա մի կպի, Լիա խանգարում ես, բայց ինքը շարունակում է դա անել։ Լիան ինձ բրդում է, միաժամանակ ասում է թող գոնե ես անցնեմ, դու չես գնում, թող գոնե ես անցնեմ։ Ոնցի, գնա։ Ինչ անելու մենակով։ Այ այդ խաղի ժամանակ մենք վերջապես տեսանք Լիայի իսկական դեմքը։ Թե չէ ամբողջ խաղի ընթացքում։ Վերջապես Լիա ջան, այ ես եմ ուզում, ապրես։ Կոտրվեցի ու Վերջին պահն է, հենց սենց դիմացներս այդ նորտան լոգոն ու ոչ մեկս չեն կարողանում կպնենք։ Դզեց։ Բեսամտ դզեց։ Գնա ես։ Հո։ Բլոգերների թիմը հաղթեց։ Տեսա, որ բոլորը ուժասպառ ընկած են։ Ու երբ որ օգնեցի մեր աղջիկներին, հետո չգիտեմ ինչի ինստինկտյան գնացի որ Շուշանին օգնեմ։ Ես էլ չգիտեմ թե 3-0 հաղթանակ։ Բլոգերների թիմի աղջիկները այսօր երեկոյան անկախ քրակության արդյունքներից կգնան սպա կենտրոն վայելելու հրաշալի բարիքները սպա կենտրոնի, դա իրենց կօգնի, որպեսզի պատրաստեն 6-րդ հաղորդմանը։ Հինգերորդ խաղային օրն է, մեր բոլորի նյարդային, համակարգային, ամբողջ աշխատանքային լևելը եսին որտեղ է, այս պահին մենք ունենք հնարավորություն ուղղակի հանգստանալ ու ճաշել, մեզ հյուրընկալել է արդեն 5-րդ օրն է, հյուրընկալում Ծաղկաձորի Փուր ռեստորանն է, վստահ եմ, որ բոլորս վայելեցինք այս ֆանտաստիկ ուտեստները, հիմա ձեզ խորհուրդ եմ տալիս լավ սնվեք, առջևում մեծ խաղ է, ու դուք չգիտեք ինչ է սպասում այնտեղ ձեզ, սիրելիներս, աղա ջան ոնց ես։ Բարյախոժակ, Ժորժ ջան, բարյախոժակ, վայելեք, կերեք, սնվեք, էներգիա հավաքեք, մորթոցի շարունակվելու է։ Ռաֆոն, Էման, աղաս, գևը, սաղ էլ կարան, ամեն ինչ կարա լինի, շատ խառնաճիշտ ասած երեխեք։ Մենք ընդեից ենք եկե, բայց կոնկրետ բան չեն ճոգում ընդեից։
Ովքեր իրականում չենք ջոգում, մտածեցին Դե հիմա ասի չափը։ Մարոշնի, պաղպաղակ։ Ուտես։ Լիաս ո՞րն ես ուզում։ Ընտրեք վայել եք։ Վաու։ Այս մեկը բայց մահացու է։ Էս իմ պատվին է, որ տեղափոխվել եմ ձեր թիմ։ Այո։ Փաստացի իրանք ցելի սեզոն քեզ գցել են փոքր խաղեր։ Իրանք ինձ ամենաառաջին օրվանից մինչև այս պահը նույն մարդիկ մենակ ինձ են քվեարկել։ Փաստացի սա քո համար ռևանշ է։ Բայց անելու ես ինադուբան մեզ դեմ։ Բա բախեմ ստե։ Երեք լավ էր խաղում բայց։ Ում էր պետք գնահատվեց իմ լավ խաղալը։ Բռնիկ քանագիք ուզում եք անիկ։ Անիկ։ Հեմկա այսօր պետքա շատ լավ մարզվենք։ Ինչ ուզում ա լինի, պետքա մենք հաղթենք։ Հա, պետքա հաղթենք, բայց ստացվում է մենք տղա շատ քիչ ունենք։ Դե դրա համար պետքա աղջիկներով մարզվենք, քան որ տղա չկա։ Կա ուղղակի քիչ է։ Շատ լավ։ 5-րդ խաղի արդեն մեծ խաղը պատրաստ է։ Ես տեսնում Գևորգ Մարտիրոսյան եւ Լիա Զախարյանը արդեն իրենց շորնել են փոխել ամբողջովին բլոգերների TV մաս են կազմել։ Հասկացա, տակից էր դիհակել։ Ձեներս, քանի որ 8 հոգի բլոգերների թիմը 6 աստղերի, նույնն ենք անում, ինչ որ արեցինք նախորդ դեպքում։ 1 հոգի դուք եք ընտրում, որ չի խաղա, թիմից 1 հոգի էլ դուք եք ընտրում բլոգերներ ջան։ Ձեր որոշումը, Ասղեր ջան։ Երևի թե որոշեցինք, որ խաղին չմասնակցի Գևորգ Մարտիրոսյանը։ Okay, Գևորգ ջան, դու կարող եք գալ այստեղ, դուք խաղին այստեղ խաղին չեք մասնակցելու, բայց ասեմ տրամադրվի, պետքա խաղադրույք կատարես, դու մտածի, դեռ մի խոսա։ Եվ դու ձեր որոշումը Հիմա ճիշտ է Ռաֆոն օծավարի բաներ ունի մեկ-մեկ, ասես ինչ որ թազաբան գորինի գասի, բայց նաև վստահում եմ ինքը ասենց խելացի բաներ որոշում է, որ իրան թողում ես վերջի րոպեին որոշի, ուժը որոշումները գայացնում։ Բլոգերներ։ Ասեմ։ Վստահ եք, որտեղ ռանդոմ Մանոն։ Okay, Մանո ջան։ Լավ։ Դե ցեն չեք անում չեք տվել։ Բլոգերները հեռացրեցին ամենաուժեղ տվյալներով մասնակցի։ Լավ չհասկացա։ Մանոն լավ մարզիչ է, կողքից մեզ դուք կտա լավ։ Հասկացա։ Ձերներս պետք է լսենք ձեր խաղադրույքը, խաղադրույքի արդյունքը ամեն ինչ նույնն է։ Երբ որ դուք ճիշտ գուշակում եք որ թիմն է հաղթելու, դուք ստանում եք իմունիտետ։ Երբ որ սխալվում եք, մի անգամից գնում եք փոքր խաղեր։ Մոռացելի խաղադրույքը։ Դե լավ է, լավ է։ Այսինքն էլ ավելի Ռաֆոն։ Դե ում դու կրնեիր։ Ես կպիտի դուրս գայի։ Ես ինձնից շատ գոհ եմ։ Ու ես խաղադրույքի պահը հիշում էի։ Բայց ես գիտեի ինչ եմ անում։ Գևորգ Ո խաղադրույքը որ թիմն է հաղթելու։ Բնականաբար Ասղերն եմ բալետանում, ուզում եմ իրենք հաղթեն այս խաղը։ Շատ հետաքրքիր որոշում բլոգերների թիմից։ Գևորգ ասաց ես բալետ եմ անում Ասղերի թիմին, ասեմ եթե նրանք չհաղթեն դու միանգամից գնալու ես փոքր խաղեր։ Միանգամից առանց քվեարկվելու։ Բայց եթե ճիշտ լինես, ունենալու ես 100%։ Մանոն արդեն որոշել է, Մանո։ Մենք ասել ենք, ես խոսացի Անահիտի հետ, որ իհարկե ես եմ բլոգերների կողմից։ Չմտածես։ Մենք ենք հաղթելու։ Բլոգերների թիմի վրա է։ Այսինքն նրանցից մեկը հաստատ Արամը այսօր որ գնալու է փոքր խաղեր։ Այո, սիրելիներս, երկու մասնակիցներից մեկը գոնե գնալու է փոքր խաղեր, իսկ մենք հիմա պետքա դիրքավորվենք, սկսենք մեծ խաղը, բայց հիշեցնեմ, որ երեք Գևորգ Մարտիրոսյան ձեռք է բերել իմունիտետ, որի դիմաց հարց է տվել, իսկ ինչ պետք է անեմ ես, ասել եմ դու չէ, մեծ խաղերի ժամանակ քո թիմը տուժվելու է, որ բլոգերներն են, ինքը ասել է օքեյ, ես ամեն անգամ պատրաստ եմ, որ բլոգերների թիմը տուժվի, ինձ տվեք իմունիտետ։ Իհարկե ես ամեն անգամ այդ նույն քայլը չեմ անի, պապը մեկ անգամ է, հա, ծավուտում։ Չէ, ամեն ինչ դեռ արժևում է։ Ես կարծում եմ, որ մյուս խաղին էլ կունենամ նման հնարավորություն ու տենց Շատ լավ, շատ լավ։ Դե դուք տեսեք թիմը կա։ Չէ,
Հիշեցնեմ, որ ես միշտ անում եմ գործողություններ, որոնք սպասելի չեն, Գևորգ ջան։ Բայց իրականում անկեղծ մի բան ասեմ, ուղղակի էսի զուտ տենց ես ուզում եմ որ ճիշտ է, ուզում հաղթեն աստղերը, բայց ով լավ խաղա, ով արժանիա թող ինքն էլ հաղթի։ Շատ լավ, բայց խաղերը բլոգերների թիմը սկսում է բավականին բարդ վիճակում, որովհետև աստղերի թիմին տրվում է 2 հատ կուբ ավել, ձեր արդեն դուք սկսում եք 2 թիվ առավելությամբ։ 2 հատով իրանք այսինքն առա, նու կրվելու ենք, սենց ասեմ, բայց կայֆ է։ Չինեմ, իցելական։ Մեկը եւ երկուսը կարող եք արդեն դնել։ Կենտրոնում եւ դիրքավորվեք, սկսում ենք սիրելիներս։ Շատ անարդար է։ Ես ընդհանրապես համաձայն չեմ այս որոշման հետ։ Այդ անարդարության հիմքում Գևորգ Դեմարտիրոսն, որը դրա տակ ստորագրել է։ Ես հա, իսկապես։ Բայց ախր գիտես, որ քո թիմը հիմա արդեն բլոգերներն են, ու դա վերադարձ է։ Իմ թիմը ո՞րն է, երեք որն է սաղ ինձ էին ուզում հանեին իմ թիմը։ Դե պատասխանի Անահիտ։ Այս թիմը ալնում։ Հարցիկ պատասխանես Անահիտ։ Իսկ Գևորգը դրա մասին գիտեր։ Իսկ Գևորգը դրա մասին գիտեր։ Ես հարցեցի, ասես առանց կանչել եմ պայմանավորվածություն։ Ինձ տարել են, որ քվեարկեն հանեն վտանգավոր գոտի։ Որս ելնեմ նորից մերոնց դեմ խաղալ։ Բայց եթե քեզ քվեարկած չնեին, դու վստահաբար փոշման էիր։ Դե հա։ Վստահաբար։ Շատ լավ։ Գևորգ ջան, կարող ես դիրքավորվել, կարող ես տաքանալ, որովհետև Vega ընկերությունը, հա, Հայաստանում ամենամեծ խանութների եւ էլեկտրոնիկայի ցանցը մեզ համար հատուկ պատրաստել է ջերմ գոտի, որպեսզի մրցած մասնակիցները մոտենան տաքանան, չնայած այսօր Մենք ենք շատ շնորհակալ դրա համար։ Հայո, մասնավորապես 3 Սիրելի Vega, գիտեք երեք մենք դուք չլինեիք, մենք ուղղակի փետանալու ենք, բայց այսօր մի փոքր ավելի տաք է եղանակը։ Արամ բացատրենք խաղի կանոնները։ Բացատրենք։ Խաղը շատ պարզ է։ Հաղթելու է այն թիմը, ով առաջինը 1-ից 8 թվերով համարակալված կուբիկները կշարի հերթականությամբ։ Հիշեցնեմ, որ աստղերի թիմն ունի 2 կուբիկի առավելություն։ Հեշտ խաղ չի սպասվում։ Բացարձակ հեշտ չի։ Եվ այսպես 1 2 սկսել քաշի բարձրացնում հանգիստ այսպես բայ ապրեսեմա չեն թույլ ասել Հերիք չի իրանք 2 հատ արդեն առավելություն են քարերը դրել են։ Մի հատ էլ ես եմ առաջինը սկսում ու ինձ 5 անգամ հարցեցին Ագնես հաստատ կարաս։ Դարվածությունը շատ էր։ Ձգի Զգուշությամբ առաջ եմ գնում ու դնում եմ 4-րդ թիվը։ Ամեն ինչ դեռ շատ լավ է գնում։ Ո՞վ է թույլ պահեց, ձգեք մեկը։ Общий ես կողմ եկեք հələ։ Общий ես կողմ եկեք մի քիչ։ Общий ես կողմ եկեք։ Դուք քաշեք։ Ես երևի թե շատ լարված եմ, որովհետև ուզում եմ, որ ամեն ինչ շատ լավ անցնի, ու իմ առաջին խաղաքարը ընկավ։ Հետ գնա։ Դեսու։ Մի արա։ Ես յանեք, ես յան, չէ։ Ահա։ Ոչինչ, չի կանգնա։ Սիրեկանյան։ Հանգիստ, ուղիղ բայ, մի լավ գործել, այսով կպավին։ Հոպ, մի բարձած։ Այ բան իրականում դու շատ ես շարժվեք, գնա, գտի, հաջորդը։ Ռոզալիան փորձում է քարը դնի ու տեսնում եմ, որ ուղղակի իր ձեռքը չի հասնում։ Ինքը ամեն ձև փորձում էր դնել, բայց Լավ ես, հետ գնա։ Լավ, ապրես, հանգիստ, թոգը, գոտի տակ անում, վրա ես կայնում։ Հանգիստ, դի, Ռոզալիա տաչոք դիտուշ։ Գնա, ասի դες կոնը ծուտի։ Հանգիստ։ Բայց թուրացում գնա, գանքես։ Ապրես, հանգիստ, արևես, ապրես դու, դանդա։ Ուղղակի հայացքս գցեցի բլոգերների թիմին ու տեսա, որ իրանք եկել հասել են մեզ իրենց 5-ով, այն դեպքում, երբ մենք 2 թվի առավելություն ունեինք։ Ես ամիջի կարա դարա։
Եվ արագ մի բարձրացնի, ռամ զուտինի։ Սիրեկանյան գևը մեր, դանդաղ, ներվայնացել եմ, գոռում եմ, ասում եմ, գև, արագ մի քիչ, հասկանում եմ այդ լարվածությունը ամեն ինչը, բայց տենց դանդաղ։ Չկրասես։ Ապրես, հանգիստ։ 6-րդ թվին մեր թիմը առաջ անցավ արդեն։ Թափով հետ գնա։ Եվ հետ գնա։ Թափով հետ գնա, գև, շնորհով, հանգիստ, չայ։ Արի, ապրես դու, մի շարժ։ Միաու Ռաֆո։ Մի վարգա։ Ուտացա գնա։ Ենք ապրես, կյանքի ներներ։ Սապունջյա խզարին է։ Լավ ես, թող, մի շարժ։ Լավ, կյանք։ Գնա մերդեմ քեզ։ 8-րդ թիվը։ Ամենապատասխանատու թիվը բաժինա հասնում ինձ։ Գնում եմ, ձգվում եմ։ Ես իրոք չգիտեմ այդ պահին ինչ անեմ, որովհետև միանում լարվածությունը, տեսնում եմ, որ մյուս թիմը արագ արդեն իրանց 8-ն է դնում։ Բուրգը թափվեց։ Ես բնականաբար մի տեսակ եղա, այնպես թեթև հիասթափություն, ֆռացի նայեցի բլոգերների կողմ։ Դավայ, հավաքի։ Արագ հավաքի։ Սիրուն գնոր։ Հանգիստ ժողովուրդ, հանգիստ բարձրաց։ Այստեղ այ, արի, դանդա։ Մի արեք։ Դանդա։ Հանգիստ բարձրաց։ Շուշի, իրեքը ձերն է։ Ալով։ Բլոգերները հաղթեցին, որովհետև վերջի պահին աստղերը գցում են քարը գետնին։ Երկու կուբիկ ունենալով հանդերձ կրվեց իմ նախորդ թիմը, որովհետև լոգիկան քիչ են օգտագործում։ Դուք կրկին անգամ պարտվեցիք, դա շատ վատ է, սա կարող եմ ասել։ Այս պահին մենք պատրաստվում ենք ընտրենք, հետո ունենալու ենք բարդ քվեարկության ժամ։ Մի հատ կարևոր խնդրանք ունեմ երեխեք, համ խնդրանք, համ ինչ-որ միտեղ էլ դաժե պահանջ, քվեարկության ժամանակ այսօր, ես խնդրում եմ ձեզ, որ քվեարկեք իմ դեմ, ինչի համար, ասեմ, այս խաղը, այս ռեալիթի, այս ամեն ինչը ես ձեր հետ ապրում եմ, տենում եմ եւ այլն, բայց ձեր հետ համեմատած ես չեմ կարող մտնեմ այդ թեմայի մեջ, այսինքն խաղային առումով, անձնականը մի կողմ, խաղային առումով անկեղծ, ես չեմ կարող ինտեգրվեմ, չեմ կարող մտնեմ մեջը, դրա համար ձեզնից յուրաքանչյուրը ափսոս է, որ ինքը խաղով ապրում է ու պռոստը տենց քվեարկությունով, դրա համար համ խնդրանքը, համ պահանջ, քվեարկության արդյունքում կգնամ փոքր խաղ, ինչ կլինի արդեն դու ինձ ինչ չի լինի, պիտի ուրեմն եթե այդ տարբերակ առաջարկում ես, ուրեմն պիտի կրես, որ հետ գաս։ Ես կարծում եմ, եթե անկեղծ ասեմ։ Չէ, դու հիմա իրականում շատ վատ բան ես առաջարկում, որովհետև դու ուժեղ խաղացող ես։ Բերեք ուրեմն տենց որոշենք իմ ախպերական խնդրանքը հաշվի առնենք։ Մոռանում ենք այս վատ թեման, փակում ենք, ոչ մի բան քեզ չենք խոստանում, մենք կմտածենք, հաշվի կառնենք քո խնդրանքը եւ ես անկեղծ ինչքան էլ որ ուզում եմ աղացի խնդրանքը կատարեմ, բայց միևնույնն է չեմ ուզում ռիսկի դիմեմ, որովհետև վստահ չեմ, որ աղասը կգնա ու կհաղթի։ Բացի այդ ես ուղղակի չեմ ուզում աղասի դեմ քվեարկեմ։ Օր 5-րդ մենք նորից քվեարկության տարածքում ենք։ Վստահ եմ, որ շատ լարված իրավիճակներ են մեզ սպասվում, որովհետև վստահ եմ, որ էլի ինչ-որ մի բան պատրաստել ես մեր բոլորի համար։
Այսօր այդքան խիստ չի լինելու, որովհետև անցյալ թողարկումը այնքան էմոցիոնալ էր, այնքան այսպես ասած ինտրիգներ կար, որ մի քիչ ավելի հանգիստ օր է կարծես։ Ամեն ինչ որ խախանվել է, ժամանակավոր է սա։ Մենք հստակ գիտենք, որ մեծ խաղերի արդյունքում պարտվեցին աստղերը, հաղթեցին բլոգերները, բայց բլոգերներից Գևորգ Մարտիրոսյանը, քանի որ խաղադուրք է կատարել աստղերի վրա, դեռ քվեարկությունը չսկսված, արդեն վտանգավոր գոտում է։ Եվ պետք է փորձի իր գոյությունը պահել։ Նախագծում փոքր խաղի միջոցով։ Իմ որոշման արդյունքում ես վտանգավոր գոտում եմ։ Մինչ կանցնենք քվեարկությանը, ես մի քիչ հարցեր ունեմ։ Աննա, այդ առաջին հարցը քեզ եմ ուղղում։ Սկզբում քեզ հարց տվեցի, դու ունես քո ֆավորիտը թե ոչ։ Դու ասացիր ունեմ, երկու հոգու կարծեմ դիտարկեցիր անունները չնշելով։ Ես կլինեմ անկեղծ։ Մի ֆավորիտ մասնակիցը բլոգերների կողմից է, մյուս ֆավորիտ մասնակիցը աստղերի։ Գոնե մեզ կարևոր զգանք։ Ես մի քիչ ուզում եմ բլոգերների հետ խոսեմ։ Ինչը լինելու այն ժամանակ, երբ որ դուք ստիպված պետք է սկսեք քվեարկել միմյանց դեմ։ Արդեն եղել է։ Ինֆորմացիա թին է։ Նույնիսկ ունենք հստակ անուններ, թե ում։ Կարող եք տալ։ Կարող եք տալ։ Չի կարող տալ։ Ինչի՞։ Ինչ շատ հետաքրքիր է։ Չէ, պետք է իմանաս։ Ռաֆո։ Հեսա քվեարկություն չի։ Հասկացա։ Հա, հեսա քվեարկություն կդնի, եթե դե քվեարկես։ Շուշան, եթե ունենաս ընտրություն, քո թիմից պետք է մեկ հոգի լքի կամ դու լքում ես նախագիծը։ Դու պատրաստ կլինես հանգիստ հրաժարվել այդ խաղացողից։ Անհանգիստ, բայց պատրաստ կլինեմ։ Պատրաստ ես այսինքն, նույնիսկ եթե դա քո ընկերն է։ Սա խաղա։ Իմացանք շուրջ, եղավ։ Սադրանքներին մի տրվիր Շուշան, սա ընդամենը հերթական մանիպուլյացիան է։ Աստղերի մոտ ամեն ինչ շատ ավելի հեշտ է, դուք այսօր պարտվել եք։ Էմա, դու եւ Լիան այս պայն տարբեր ճամբարներում եք, ես ամենասկզբից ձեր հակամարտությունը տեսել եմ։ Հարց ունեմ քեզ։ Եթե քվեարկեն քո դեմ, քո թիմում եւ դու հայտնվես վտանգավոր գոտում, կցանկանաս, որ մրցես Լիայի դեմ վտանգավոր գոտում։ Իմ համար տարբերություն չկա ում հետ կմրցեմ։ Քեզ համար բավարարն է կարևոր։ Կարևորը որ հաղթեմ։ Հասկացա։ Իսկ Լիային ուժեղ մրցակից համարում ես։ Հաշվի առնելով այն փաստը, որ ես կարողացա Լիային խմբից հանել, մեր թիմից հանել, ներկա պահին դեռ ոչ։ Լիա, հարցս ուղղեմ քեզ ու մենք անցնենք քվեարկությանը։ Վահագի ջենտլմենական քայլի շնորհիվ դու նախագծում ես անդադար աստղերի թիմում քո հանդեպ քվեարկել եմ, եթե չեմ սխալվում, կարող է սխալվում եմ, բայց ես ինչ հիշում եմ, քեզ քվեարկում են։ Կա քո մեջ ցանկություն վրեժ լուծելու այն մարդկանց դեմ, ովքեր քո դեմ քվեարկել են անդադար։ Դեռ դու հիմա ուրիշ ճամբարում ես։ Բացարձակ, որովհետև ես շատ կոմֆորտ տեղ եմ հիմա գտնվում, ես ինձ շատ լավ եմ զգում։ Այսինքն քեզ նորմալ է, որ քո դեմ քվեարկում են։ Մեկ վայրկյան լրությամբ հարգենք թող ծաղերին։ Եթե դուք չունեք վրեժի ցանկություն, դուք կոմֆորտ եք, նաև ոնց հասկանում դուք կոմֆորտ եք, որ ձեր դեմ քվեարկում են։ Միանշանակ։ Դուք կոմֆորտ կլինեք նաև որ այստեղ ձեր դեմ քվեարկեն։ Միանշանակ։ Դու ինչ ես կարծում Աննա այդ լսելով Լիային։ Ես կարծում եմ, որ պետք է հիմքում առհասարակ ցանկացած մրցակցության լինի առողջ պայքարը եւ առողջ հակամարտությունը։ Առողջ պայքարով եւ հակամարտությամբ մենք սկսում ենք քվեարկություն եւ առաջինը կսկսեն աստղերը։ Մենք հիմա կիմանանք ձեր արդյունքները, այս պայն անդրադարձանենք բլոգերներին։ Ինչպես սկզբում նշեցի, Գևորգ Մարտիրոսյան արդեն իսկ վտանգավոր գոտում է։ Սխալ խաղադրույքի արդյունքում։ Եվ նաև մենք ունենք ճիշտ խաղադրույք։ Մանոն իմանալով գիտակցելով որ որևէ մինուս կունենա իր թիմը, բայց չգիտեր ինչ, նա չդավաճանեց իր թիմին, ճիշտ խաղադրույք կատարեց։ Մանո դու այսօր այսպես թե այնպես ունեիր իմունիտետ։ Ցավոք այդ իմունիտետը դու չես կարող վաղը օգտագործել։ Այսօր կօգտագործես, եթե ձեզ մոտ լինի քվեարկություն, բայց այսօրվա ձեր
հաղթանակի շնորհիվ ամբողջ թիմն ունի իմունիտետ։ Վաա։ Այս նաև ունեմ էդի։ Էդի գնաց, ջրվալի։ Ջրվեց։ Ջրվելա։ Բլոգերների թիմն ունի իմունիտետ։ Բլոգերների թիմում որևէ մեկը չի քվեարկվելու։ Գևորգ Մարտիրոսյանը վտանգավոր գոտում մրցելու է ընդամենը մեկ մասնակցի դեմ Աստղերի թիմից։ Քվեարկությունը եղել է 4 մասնակիցների միջև։ Ես ուղիղ ասում եմ, այս ինչ ահավոր թիմա։ Կատաստրոֆա։ Գրվել է 4 մասնակիցների անուններ, որտեղ ընդամենը մեկն է աղջիկ։ Այո, Աստղերի թիմը նորից զարմացնում է իր գործողություններով։ Աստղերի թիմը որոշել է, որ բոլոր խաղերը իրենք ուզում են պարտվեն։ Իմ մոտ էս տպավորություն կա։ Յուրաքանչյուր խաղի մեջ գլխավորը Մաթեմն է, որը կոնկրետ այս պահին արդեն դեմ է գնում Աստղերի թիմին։ Ռոզալիա, դու վտանգավոր գոտում չես։ Քո դեմ քվեարկել է ընդամենը մեկ մասնակից։ Մենակ ես եք քվեարկել չեմ հասկանում։ Քանի որ մեր Աստղերի թիմից մեկը դուրս եկավ, մեկը գնաց բլոգերների թիմ, ես ուզում եմ, որ դուրս գա բլոգերներից մասնակիցը Ռոզալինդան ջան։ Աղասի, Գևորգի Սիրեկանյան եւ Ռաֆի միջև բաժանվել է մնացած բոլոր ձայները։ Աղաս, դու վտանգավոր գոտում չես։ Մի ես ինչ անեմ, կասեք։ Ասենք բարեց բար խնդրեցի, ասեցի քվեարկեք ինձ, ես իմ ուժերի վրա վստահ եմ։ Ինչ եք անում։ Փաստացի մի ձայն աղասի դեմ ու ստացվում է, որ մենակ ես եմ արել աղասի խնդրանքը։ Ես հարգում եմ իմ թիմակցի որոշումը։ Կամ Ռաֆը, կամ Գևը Սիրեկանյան կմրցեն Գևորգ Մարտիրոսյանի դեմ, որի արդյունքում մենք կհասկանանք։ Բլոգերները խաղը շարունակել են 8 հոգով, թե 7 հոգով։ 3 միավորով վտանգավոր գոտի է գնում եւ փոքր խաղերի արդյունքում մրցելու է Գևորգ Մարտիրոսյանի հետ Գևորգ Սիրեկանյանը։ Մենք ունենք հետևյալ ռազմավարությունը։ Խմբում մնացել ենք 6 հոգի, 2-2-2 ձայները բաշխելու դեպքում մենք կընկնենք եւս մեկ շանս կլիներ ձայն տալու ու իմ կոալիցիան նորից ինձ կփրկեր այդ իրավիճակում։ Բայց նենց ամեն ինչ խառնվեց, որ անգամ ես մոռացա թե ես ում պետքա ձայն տայի։ Երկու խաղ չէր խաղացել, այսօր խաղաց ու շատ հետ ընկանք մեր խմբով։ Բայց ամեն դեպքում իրեն շատ սիրում եմ։ Ուղղակի վերադարձում եմ առաջին օրվա քո ինձ տված ձայնը։ Ոչ մի միջման, ուղղակի քանի որ պետք է բաշխվի այնպես, որ ոչ մեկ բացի ինձնից ես տենց եմ ուզում։ Ինձ ուղղակի բաշխում ենք ձայները։ Ես իմ հաղթանակը տալիս եմ Գևին։ Սա չգիտեմ եթե կգնա թե չէ եւ այդ պահերն էլ կգնան եթե թե չէ, բայց ես չէի ուզում Գևի հետ մրցակցեի, ես ուզում եմ ինքնական դուրս գայի խաղից։ Գևը իմ շատ լավ ընկերն է, բայց սա խաղ։ Այդ թիմին մարդ է պետք, ախպեր, կարող կրում ես, մի բան արա։ Всё, քել խաղը։ Ես հասկանում եմ Գևորգ Սիրեկանյան, բայց ամեն դեպքում դու պետք է խաղը լքես խաղում պարտվելու արդյունքում։ Կարող ես դիտավորյալ պարտվես, բայց ես խորհուրդ չեմ տալիս, որտեղ մեզ նայում են բազմաթիվ հեռուստադիտողներ, բազմաթիվ։ Ճիշտ օրինակ է մեզ համար, որ մենք մեր լավագույնն անում ենք ամեն դեպքում։ Ես կարծում եմ հանդիսատեսի եւ հեռուստադիտողին պետք է գնահատել, որտեղ նրանց համար շատ կարևոր է այս նախագիծը, եւ նրանց համար շատ կարևոր է տեսնել իրական հաղթողներ։ Իմ ընկերն է Գևորգը, բան չեմ ասել, բայց ես ուզում եմ, որ ինքը ճշտով խաղա։ Ես համաձայն եմ Գևորգի Մարտիրոսյան որոշման հետ։ Այս բան բոլորին առաջարկում եմ լքեն տարածքը, մենք այսօր կունենանք մեկ մասնակից, ով կլքի Arm Games-ը։ Մի բան հստակ է, դա լինելու է Գևորգ Սիրեկանյան թե Մարտիրոսյան, կիմանանք րոպեներ անց։ Երկու ընկերներ, երկու Գևորգ,
Երկու երգիչ։ Երկու երգիչ կմրցեն իրար դեմ։ Սա փոքր խաղերի առաջին խաղն է։ Ավելին ասեմ, երկուսն էլ իմ ընկերներն են, վաղեմի։ Զուտ տարբերությունն նա եղել, որ մի Գևորգը եղել է իմ երեխայի առիթում, մյուս Գևորգը մնացել է այդ ժամանակ Հունաստանի այրոպորտում։ Չի ասել, թե սա իրական պատմություն է։ Խաղը կոչվում է զույգ թե կենտ, նաև հավատալ չհավատալու հետ է կապված։ Ամեն պարկերում 10-ական քար է։ Դուք պետք է որոշեք ով է սկսում։ 1-ից 10 յուրաքանչյուր թիվ դու իրավունք ունես հանելու պահել ձեռքիդ մեջ։ Դու ասում ես, պահողը ասում է զույգ թե կենտ, դիմացինը որոշում է զույգ է թե կենտ է։ Եթե զույգ է, դու զույգ ես պահել, քարերը տալիս ես իրեն։ Եթե կենտ է, այդ նույն թվով քարերը վերցնում ես քեզ։ Վերջում պարտվում է այն մասնակիցը, ում քարերը ավարտվում են։ Այնպես որ գործի դրեք ձեր ինտուիցիան եւ սկսենք։ Ինչքան է դուք ընկերներ եք, բայց չինգաչունգի սիստեմով որոշենք ով է սկսում։ 1-ից։ Գևորգ դուք եք սկսում։ Կարող եմ։ Այո։ Հիշեցնեմ, որ քարերը պարտա դի դնում եք։ Դենան ինչ կա, ինչ։ Թալա, թակար չկա ձերից ասում եմ։ Զարմանալով ես կարող ես դիպաս։ Չէ, սա զուտ խաղ է, որտեղ պետք է փորձեք հաղթել։ Ընդհանրապես չեմ պատկերացնում, թե մի ժամ Գևը ինչ անում։ Ընդհանրապես։ Դուք ընդհանրապես չեք պատկերացնում, թե ես հիմա ինչ եմ անում։ Ինձ թվում է Գևն էլ չի պատկերացնում։ Այստեղ նաև դուք կարող եք poker face-ն օգտագործել, ձեր էմոցիաները։ Զույգ թե կենտ։ Բացի այստեղ։ Կենտ։ Ինձ թվում է ես Գևին չեմ ճանաչում։ Կարլեցի Գևս։ Ոյ քեզ poker խաղացող։ Ոյ քեզ Բաբան գնացի։ Մի անգամից all in։ Բաբան կա։ Կներես ախտերս, բայց հələ խաղում ենք դերներս։ Այո։ 1-0 օգուտ Գևորգ Մարտիրոսյանին։ Իսկ մենք անցնում ենք երկրորդ փուլին։ Երկրորդ խաղն ենք սկսում, ասեմ, որ այս խաղը արդեն մեր նախագծում եղել է։ Ռաֆը մրցել է Մոնոլիկի դեմ եւ այդ խաղը նույնպես շատ արագ է վերջացել, բայց Գևջան ռեկորդը քոնն է։ Ամեն դեպքում ռեկորդը քոնն է, Անահիտը կբացատրի խաղը։ Ձեր առաջ կան փայտյա քարեր, որոնք ունեն տարբեր կտրվածքներ եւ շատ բարդ կտրվածքներ։ Առաջադրանքն է քարերը շարել իրար վրա, այնպես, որ չընկնի։ Այն մասնակիցը, ով կդնի քարը եւ այն կընկնի, նա կպարտվի։ Քարը թե ամբողջ քարերը ընկնելու դեպքում դու պարտվում ես։ Մի շատ կարևոր բան կա, ես կխնդրեմ ուշադիր լինեք այս կանոնին, երբ դու ձեռքդ արդեն վերցրել ես քարը, ել չես կարող փոխել։ Մինչև այդ ամբողջ կողմերով նայի, նոր քարը վերցրու։ Վերցրեցի, կարող ես ոնց ուզես դնես, կարող ես փոխես, բայց եթե ձեռքումդ է, դա պետք է օգտագործես։ Նորից ավանական չինգաչունգով որոշում ենք, թե ով է սկսում առաջինը։ Ով հաղթում է, նա սկսում է առաջինը։ Գևը թասես։ Դու ուզում ես առաջինը սկսես։ Չէ։ Ահա, Գևը սկսեց։ Ձեռքերս ունեցա դողում, որ չեմ կարողանում քարը դնել։ Շատ զգուշ սեղանից։
Պապա։ Լավ ասաղեթում, ես քեզ ասեմ ախպես։ Մի հատ էլ կանոն ասեմ խաղի հետ կապված։ Երբ որ մասնակիցը դրեց եւ ֆիքսվեց, դու ուշացնում ես դնել այդ քարերն են կնում է, պատությունը քոնն է, ոչ թե դնողինը։ Որտեղ ֆիքսվել է։ Նույնը հակառակը։ Այ քեզ բան։ Օրա, սիշկայ։ Կամած։ Ուրեմն այդ խաղի թեժ պահին նայում եմ, տեսնում եմ, որ Գևի ձեռքերը դողում է։ Այդտենց հետո հասկացա, որ ավտոմատ իմ ձեռքերն էլ արդեն դողում։ Մնո։ Շարություն։ Հիմա հակառակը արդեն ֆիքսված է, յուրաքանչյուրն կնան ողքում, սիրեկանում պատությունը կանում։ Գևորգ Սիրեկանյանը պարտվեց, Գևորգ Սիրեկանյանը լքում է Arm Games-ը, Գևորգ Մարտիրոսյանը նախագծում է արդար հաղթանակով։ Սիրեկանյան Գևորգին հրավիրում ենք այստեղ։ Ես ինչպես նշեցի, երկու Գևորգներն էլ վաղեմ ինքերն են։ Նախ շնորհակալ եմ, որ ընդունեցիք հրավերս։ Ես էլ եմ շնորհակալ հրավերի համար։ Ես ուզում եմ ասեմ, որ Գևորգին ճանաչում եմ մոտ 10 տարի, բայց մեր ռեալիթիում բացահայտել են նոր Գևորգ Սիրեկանյան ֆանտաստիկ հումորով։ Ընկերս իրոք շատ ափսոսում եմ, բայց այսպես թե այնպես, սա մրցույթ է, ինչ որ մեկն է վերջում հաղթելու։ Եթե ինչ որ բան ունես ասելու մեր հեռուստադիտողին, այս բանը քոնն է։ Կարծում եմ, որ հեռուստադիտողը այն զգացողությունները չի կարա ապրի, ինչ որ այստեղի մասնակիցներն են ապրում, բայց ասեմ, որ շատ թե ֆիզիկական, թե հոգեբանական խաղ Arm Games-ը։ Անպայման դիտեք։ Շնորհակալ եմ մենք էլ, շնորհակալություն եք այդտուն Գևորգ Սիրեկանյանին, նա այլևս Arm Games նախագծում չէ։ Շնորհակալ եմ ինքերս։ Ես եմ շնորհակալ։ Ես ուրախ եմ, որ նախագծում եմ, բայց նույնպես ուրախ կլինեի, եթե Գևորգ Սիրեկանյանն լիներ նախագծում։ 5-րդ խաղերի ավարտ, նորից փոքր խաղերի հաղթողն ունի բոնուս, այսօր մեկն է, Գևջան, դա դու ես։ Այստեղ բոնուս է, այստեղ նվեր չէ, բոնուս է քեզ համար հաստատ դրական։ Թե ում համար է բացական, ում համար ոնց, այստեղ միշտ հաղթողի համար դրական է լինում։ Դու որ քարտ ավելի շատ կուզես որ լինի։ Դե իմունիտետին սովորել եմ ասում։ Անա դու ինչ քարտ կուզես ոստեղ լինի։ Միանշանակ իմունիտետ։ Հասկացա։ Խաղում մնալու լավագույն քարտերից մեկը կարծում եմ։ Դե հա։ Ես չեմ կարող ասել, դու նախընտրի որն է։ Բացա։ Այո։ Սա կհիշես Եվան վերցրեց մեկ անգամ այս քարտը։ Սա վտանգի նշանն է։ Եվ հիշում ես Եվան ինչ եղավ երբ որ այս քարտերի մոտ էր։ Ինքը վերցրեց իրան ու գնաց վտանգավոր գոտի։ Քանի որ սա քոնն է, ու սա չի կարող քեզ որևէ կերպ վնասել։ Ես եթե ինձ պահեմ, ես եմ գնում վտանգավոր գոտի։ Չէ, սա քոնն է։ Սա քեզ քո դեմ չի կարող գործել։ Որ մասնակցին ցանկանաս, ավելին ասեմ, որ թիմից դու կարող ես այս քարտն օգտագործել, իրան դնեմ վտանգավոր, իրան ուղարկել վտանգավոր գոտի։ Քո ձեռքում զենք կա։
Ես քեզ կարող եմ նույնիսկ հուշել ոնց կարող ես դա օգտագործել։ Հապա։ Կրիսական բաներ ասեմ։ Ասա։ Երբ որ դու չես հավաքում առավելագույն օրինակ միավորները, դու երկրորդ տեղով ես անցնում, դու կարող ես բարձրացնել եւ քո փոխարեն ուրիշին ուղարկել վտանգավոր գոտի։ Եթե դու երկուսի մեջ ես։ Ես կարող քվեարկությունից հետո դա օգտագործեմ փաստերը։ Իմունիտետը միավորներ տալ կամ չտալը միշտ միայն կարող են մասնակիցներն օգտագործել քվեարկության արդյունքները իմանալուց առաջ։ Այս քարտը հատուկ այն քարտերից է, որ ժամկետ չունի։ Երբ ուզեմ կօգտագործեմ։ Երբ ուզես։ Քվեարկությունից հետո, խաղերից առաջ, սա շատ կարևոր զենք է, քեզ համար խորհուրդ կտամ լավ օգտագործես։ Վայ, ինչեր են սպասվում մեզ, ինչեր են սպասվում, արա մի խոստովանություն անեմ, դու ինձ վարակել ես։ Ես արդեն սկսել եմ այս ինտրիգները սիրել։ Սիրելիներս, ավարտվեց 5-րդ հաղորդումը, գժական օր է սպասվում մեզ հաջորդ շաբաթ, որովհետև բլոգերները 8 հոգի են, աստղերը 5, իսկ այդ քանակներով նրանք հաստատ չեն մնա 6-րդ հաղորդման ժամանակ։ Այսքանը, կհանդիպենք հաջորդ շաբաթ։